պատրաստ է, ոնց են ասում, շահագործման։ Ինչ ենք վերցրել, 1 տուփ բնական հյութ և 2 հատ էլ հեն ինչ էր Կարուս ջան, բրիկետ, սպիտակ բրիկետ պաղպաղակ։ Հիմա լցնենք բաժակները, որպեսզի վայելենք։ Կարող եք ավելացնել կոնյակ, հետևորդներ ջան, ըստ ճաշակի։ Բայց դե մենք չենք սիրում, չենք ավելացնում, բայց կոնյակով էլ ասում են, որ շատ համով է լինում։ Մի բաժակ էլ ինձ լցրու աղջիկ ջան, որ խմեմ, տեսնեմ, ինչ ձև ես պատրաստել, լավ ենք, թե վատ։ Մի հատ էլ հայ այսպես ինձ բաժին հասավ, ես հլը փորձեմ, տեսնեմ, թե ինչ համի է մեր կոկտեյլը։ Այսպես արտակարգ համով է, շատ լավն է։ Համ պաղպաղակի սառնությունը, համ հյութի սառնությունը մերվում է իրար հետ ու արտակարգ համ է ստացվում։ Առավոտ շուտ արդեն իսկ խմա և թարմացա, ուժերս վերականգնվի, տեսնեմ ինչ եմ անում։ Հետևորդներ ջան, այսօր առավոտից այնքան աշխատել ենք, հոգնել ենք, ասենք մի հատ սուրճ խմենք ու որ հյուրեր ենք դիմավորում, ովքեր են հյուրերը, իմ սիրելի խնամիներն են։ Գալիս են մեր տուն, թե որտեղ այս եկել է բանակից, գալիս են մեր տուն աշկալուսանք, համել մեր հետ մի կտոր հաց ուտելու, այնպես որ պատրաստվել ենք և սպասում ենք ճանապարհին են, գալիս են հետևորդներ ջան, լավ պատրաստություններ, տարբեր տեսակի, քյաբաբ ենք աղացել, հավի թևիկներ ենք բաստուրմա խորոված անելու, խոզի վիզ ենք, վզի հատվածն ենք խորոված անելու, այսպես հետաքրքիր բաներ, ես գնացի արագի մեջ լոխում և պոպոկ այսպես սիգարետներ պատրաստեցի, ինչու սրանք պատրաստեցի, որովհետև իմ փեսայի ամենասիրելի ուտելիքն է, շատ է սիրում լոխումովը նամանավանդ, իրա պատվին գնացել, թխել և եկել եմ, հիմա ասենք այ ժողովուրդ, բերեք մի հատ փորձենք, տենանք համով, նոր փես ունտանք։ Հիմա ասած հավաքվել ենք, նստենք, կոֆե խմենք, ես եմ 3 բանը, առավոտվա պատրաստած կոկտեյլներ, հետևորդներ ջան, տղաս այնքան շատ է սիրում, որ խմել այսքանն է մնացել, այսպես սառնալա, դետրել ենք սառնարան, հիմա եսա սուրճս խմեմ, մի հատ ուղեղս հանգստանա, թորնիկս քնածա, դրա համար էլի կամաց են խոսում, քնածրել եկել ենք սուրճ խմելու, եսա սուրճներս խմենք, տեսնենք, էլ ինչ ենք պատրաստվում, հենց խնամիներս գան, անպայման ցույց եմ տալու, խորովածը, քյաբաբը պատրաստելու եմ, տալիս ամուսինը, որը Ռուսաստանում այդ գործով է հենց զբաղվել, մանգալ չի է եղել, իրա ձեռքով է լրիվ բաստուրմանները բանը տեպել, ուղղակի պահին տանը չէի, գնացել էի լոխում բան պատրաստելու, թե չէ անպայման նկարահանելու էի, բայց հոգ չի, հեսա շարելու ձևը, պատրաստելու ձևը անպայման նկարահանելու եմ և ձեզ ցույց եմ տալու հետևորդներ ջան։ Հետևորդներ ջան, տեսեք, որ ասում էի, մեր սպեց մասնագետը գալու է եկել է, ուղղակի չի ուզում, որ դեմքը տենակ, սենց ձեռքերն եմ նկարահանում, հիմա ինչ է անում, սոուս է պատրաստում, թե խորովածի, թե քյաբաբի համար, տեսնենք, թե ինչ է, անկեղծ ասած ես էլ չեմ կերել, առաջի անգամ պիտի փորձենք համը, սա Ռուսաստանի երևի ստիլով է, էլի, մեր մոտ Հայաստանում երևի չկա, հեսա պատրաստի, կհասկանանք ինչ է անում, ոնց որ նայեք, լոլիկը կեղևազրկում է, այստեղ ունենք սամիթի կոթեր, տես լոլիկը կեղևազրկեց ու կտրատում, պետք է աղա մսաղացը դրած է, հետը ունենք սոխ, պղպեղ, համեն պետրուշկա, վերջ արման էդքանն է, հա, հիմա հեսա արդեն աղում է, իսկ մեր խնամիները արդեն եկել են,
տեսեք լոլիկը, սկզբից լոլիկը աղած, հետո սամիկն աղում, դե բնականաբար համեմունքները կավելացվի, ըստ իմ մտածելակերպի, համեմունքը պարտադիր է լինելու։ Դժվարանում Արման, պիտի քիչ-քիչով անեիր, այ մի անգամից լռվավ երևի, չէ՞։ Տեսեք սամիքը եկավ, աղացվավ, հիմա սոխը, մարինատել ես աղալու, հա։ Տեսեք այդ մեկը բաց ենք թողել, մարինատել է հետ աղացվելու, վարունգի մարինատ։ Հետաքրքիր բան է ստացվելու ըստ իմ կարծիքի, համովություններ ենք այսօր պատրաստելու, տարբեր տեսակի, հատուկ խոհարար ունենք։ Տեսեք, ես էլ վարունգը, մարինատացված վարունգն էլ աղաց, հետը։ Անիշ հոտերը ընկան, սաղ ամեն ինչի հոտերը խառնվան իրար։ Վերջ աղալը։ Արմանի պահանջարկը շատ է, տեսնում եք հետևորդներ ջան, սաղ կանչում են, Արման, արի, Արման, արի, Արմանն ասում է, որ մեկը անեմ, արի, ես արա հետո, կիսատ է մնացել, հիմա ոնց որ տոմատ է բացում Արմանը, ինձ էլ է շատ հետաքրքիր, ես էլ եմ սիրում նման տեսակի բաներ, դե Արմանն են ես բնավորություն ունի, թաքուն է ուզում անի, որ ոչ մեկ չտենա, բայց դե աշկիցս բան չի վրիպում իմ։ Առավոտը գնացել էի լոխում պոպոկ թխելու, այդ արանքին եկե ֆարշերն աղացելա չեմ հասցրե տենամ։ Բայց հիմա բաց թողում չենք անում։ Մի հատ թասի մեջ լցնենք։ Մի հատ տուր, ահա։ Այդ սաղ բանկան լցնելու ես։ Արման, այդ սաղ բանկան լցնում ես։ Քչություն է կանի, համով բան ալնելու։ Տեսեք, մեկ բանկա տոմատի մածուկը ավելացրեց աղացած մասային։ Մարինատի ջուրա, թե քաթութուն է։ Մարինատը։ Օգնականն է ոնց որ կիսուրս է։ Տերնը մեկ որտեղ եք տեսես զոնքաճու փեսա սենց հաշտ համերաշ գործան են։ Հավա հետա։ Արբեն թակ։ Տեսնեք, այսպես է պետք է անեք, ուրեմն մարինատի ջուրը լցրեց մնացած տոմատի բանկի մեջ, թափահարեց, համե էկոնոմիա է, տոմատ ամբողջությամբ մաքրվում է, ամեն սբանը կորուս չի լինում, էլի, տեսեք, այսպես խառնում ենք, օй, ինչ սիրուն գույն ստացվավ, հետաքրքիր գույներով, ինչ համեմունք եմ տարի, ասա։ Չորնի պերեց դու։ Չորնի պերեց, խնդրեմ, այսպես բացա, շատ միամի չանես։ Ավ։ Աղ չկա ստե։ Հիմա որ չեմ դենա, որ չկա դե։ Չկա։ Պեսոք։ Այս դուք տի բացես։ Քիչ է ձետ։ Պեսոք։ Տեսակ ավելացրեցինք սև, պղպեղ, աղ, շաքարավազ և ձեթ ենք ավելացնելու, նեսա։ Ձեթն է մոտավորապես ինձ թվում է մի ճաշի գթալի կարգի եղավ։ Հա մի դիստերը Դե կաղա պետք է էլի ճիշտ ասում, քա թթու լինի բան, էլի ավելացնենք։
Շաքարավազ։ Արման, սա կարան օգտագործեն շաուրմային, այսինքն լցվի վրեն կամ ուրիշ սոուս։ Սա այսինքն մենակ խորոված ու քեբաբի համար է նախատեսված։ Աղին, ալանի։ Ես ալը մի հատ ես համտեսում կանեմ, են գտալը կտաս Արման, ես ալը մի հատ փորձեմ։ Այդ դիտուր, ես ալը մի հատ փորձեմ։ Լավն է։ Ես ու պետք Ինձ թվում չէ։ Մի աննշան կարա լինի։ Ալանիլա։ Հա, ալանին է։ Ալանի է։ Պետք է էլի, հա։ Այսինքն քաղցր պիտի լինի։ Փացում է։ Հա։ Տեսեք ոնց որ ջեմ լինի։ Ուղղակի պամիդորով։ Վերջս պատրաստել, ոչ մի բան չենք ավելացնում։ Դնում ենք սառնարան, կարանք չդնենք։ Դնում ենք սառնարան։ Ոնց որ սոուսը արդեն պատրաստվավ, հետևորդներ ջան, հեսա որ արդեն քյաբաբը մնացած բաները պատրաստի, էլի անպայման նկարահանում եմ անելու։ Էս էլ մեր խորովածի կրակն է։ Վառել ենք ներքևում, Արմանը դե վերևը պատրաստում է քյաբաբն ու խորովածը, հեսա կիշնի ներքև ու արդեն կտեսնենք։ Առաջինը շարում է խոզի խորովածը, սա վիզն է, չէ Արման, վզի խորոված, ես ճիշտն ասած վզի խորոված չեմ կերել։ Ես ինչ լավա որ տանը սարքող կա, ոյ, թե չէ սաղին վրա էր մնալու։ Բախտս բերեց մի այլ կարգի, թե քյաբաբի աղալ սարքելը, թե շարելը, բոլորը ես պետք է պատրաստեի ու տեսել եք հետևորդներ ջան, թե ես ինչպես եմ քյաբաբը աղում, պատրաստում, շարում, էդ էլ նույնը պիտի անեի, բայց հիմա բախտս մի այլ կարգի բերեց, էս էլ մեր վզի խորովածը, բայց լավ է վիզը, չէ, բան չի էլի, սենց յուղային բան չունի վիզը, շատ լավ էր։ Էսա բադրջամբի բարեկը շարենք, քյաբաբ էլ, ու էսա շարելու ընթացքում կմիանամ ու ցույց կտամ։ Դե խոսա, որ իմանան, ով էր ուզում քեզ տենար։ Անունը չգիտի, բայց ով ուզում էր հեսա կտեսնի ու կհասկանա, որ իրա մասին է խոսքը։ Հիմա հավի թևիկներն է շարվում, հատուկ սոուսի մեջ, այսպես դրած, շատ հետաքրքիր է, ամեն մեկից էլ պետք է փորձեմ, որ հասկանամ, ինչ հետաքրքիր համեր է ստացվում։ Սոուսը ինձ շատ հետաքրքրեց, ոնց որ բանա, մայոնեզա, պերեցներա, հատուկ սոուսի մեջ, երևի մոտավորապես մի 2-3 ժամ մնացել է սոուսի մեջ։ Բավականին արդեն քաշել եմ մեջը, փափկացած կլինի։ Այսպես նայեք, խոզինը շարեց, վերջացրեց, հավին էլ շարում ու այսպես դնում է վրան։ Ահա հերթը հասավ քյաբաբին։ Տեսեք ոնց է շարվում։ Այդ արդեն անում է զամուկները։ Այդ այնց որ կտրում է, դա զամուկներ է, փակվում է, որպեսզի չթափվի։ Տեսեք ինձ սիրուն է շարված քյաբաբը։ Հիմա այստեղ ցույց տամ, թող տնի։ Տեսեք ինձ սիրուն այս այնց ուզորներով։ Հավի քյաբաբը։ Լավ էլ հաստոտ է շարում Արման։
Հմ? Քեզ վաճառելու համար հուսես չի։ Իր քանի գրամ էի կանում վաճառելուն։ 140։ Հա, որն է այդքան։ Տեսեք ինչ լավ է մնում է շամփուրների վրա չի թափում, դա նշանակում է, որ ֆարշը հաջող է ստացված է։ Եթե հանկարծ սկսեր թափվել ծորար, նշանակում է ֆարշը ինչ որ մի բան այն չէ, բայց շատ տեսեք թե ինչ լավ պահպանում է իր տեսքը։ Տեսեք մեր քաբաբները ոնց են ելնում, յուղը վրեն ճճտալով, շատ ախորժալի տեսք ունի, հələ տեսեք մեր պովերն է ոնց է ստաժավոր կարակը քսում է վրեն, արտակարգ, հələ տեսեք, հրաշք, խորովածն արդեն արվել է, այսպես նայեք փակվել է ամանի մեջ, որ տակ-տակ մնա չսառի, շատ ախորժալի տեսք ունի, այստեղ էին ասել մալադեց փեսա։ Կանաչի, խորոված քաբաբի սոխ կանաչի։ Տեսեք ինձ վարպետորեն կտրում է սոխը, աշկով չտանք մատը կտրի վարպետորեն։ Այո, տեսեք։ Այս էլ մեր սոխը այսպես կտրում, լցնում է, չեմ հասկանում ինչի, բայց 4 գլուխ կարմիր սոխ է ուզել Արմանը, ասում է կարմիր, ու հեսա հարցնենք ինչու։ Արման, ինչի համար կարմիր և սպիտակ։ Սիրունության համար։ Համով։ Տեսակ հետևորդներ ջան, համ սիրուն, համ համով։ Տեսա, որ կարմիրը խառնվի սպիտակի հետ, բնականաբար սիրուն է լինում։ Դե միշտ էլ ասում են, որ կարմիր սոխը ավելի համով է, քան սպիտակը, միշտ էլ։ Արման, ես դանակդ բերել ես Ռուսաստանից։ Հա, Ռուսաստանից ես բերել։ Տեսնում եք պրոֆեսիոնալ դանակա, օրիգինալ դանակ, ինչ սուրություն ունի։ Բայց դե պետք է զգուշությունը պահպանել, որովհետև պատկերացնում եք այդ արագությամբ և հանկարծ մարդկդ վնասես։ Մալադեց փեսաս, թե էին ասել։ Տեսեք այստեղ սոխի հետ խառնվեց նաև սամիթը, մանր կտրատած, և կանաչ պղպեղը, բայց սրա հետ նաև ավելացվում է դեղին պղպեղ, քանի որ այս պահին կանաչն ունենք, դա ենք ավելացնում, դուք կարող եք ավելացնել նաև դեղին գույնի։ Համ գունայինն է սիրուն լինում, համ համայինը ավելի հետաքրքիր։ Այդպես մանր ես անում, հա, այս տված տենց երկար ես գցել։ Դեղ ասեք, որ ստեղ Արման էլը չի վերջացրել։ Ես էլ պատրաստի վիճակն է, տեսեք, կարտոֆիլով, քաբաբով, հավի թևիկով, խոզի մսով, այսենց հավաքածու է, շատ սիրուն դրված է մեր սեղանը, այս պահին ճիշտ է լույս չունենք, հետևորդներ ջան, դրա համար է մի քիչ մութ է երևում, լույսերը կտրել են։ Խնդրեմ։